Աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից հայրենիք այցելած շուրջ 400 մարզիկների մասնակցությամբ անցկացվող համահայկական ձմեռային առաջին խաղերն արդեն ավարտված են։ 2015 թվականի ամռանն էլ քաղաքամայր Երևանը իր հյուրընկալ դռները կբացի մարզասեր հայրենակիցների առջև։ Հենց այս նպատակով էլ համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում համահայկական խաղերի դրոշն ի պատրվեց Երևանին, որը հանձնվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Ուզում եմ մեր բոլոր սպորտասերներին հավաստիացնել, որ 15 թվականի Երևան քաղաքում նույն բարձր մակարդակով կանցկացնենք համահայկական խաղերը եւ բոլորին սպասում ենք 15 թվականի Երևան քաղաքում։ Մարզական այս խոշոր ստուգատեսին ի դեպ Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ, ստանալով ամենաշատ պարգևները։ Երևանյան մարզիկներն արժանացան 4 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալների։ Շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, որ առաջին տեղ եմ գրավել ու պատրաստում եմ շարունակել այս սպորտաձևը։ Ուրախ եմ, որ պատիվը բարձր եմ պահել իմ քաղաքի։ Առաջին համահայկական խաղերին մասնակցությունին Իրանով պարգևում է բարձր տրամադրություն եւ այն, որ ներկայացնում ես մայրաքաղաքը, նաեւ լրացուցիչ լիցքեր են դրական տալիս։ Պարոն Մարգարյանը ամեն ինչով աջակցել, ոգևորել, որպեսզի մենք այսօր ավելի լավ արդյունք ցույց տանք եւ դա ստացվեց մեզ մոտ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցեց Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ, շնորհավորեց նրանց ու մաղթեց նորանոր հաղթանակներ։ Համահայկական ձմեռային առաջին խաղերում Երևանի պատիվը բարձր պահած մարզիչներն ու մարզիկները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվեցին նաև Երևանի քաղաքապետարանում։ Ողջունելով նրանց քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց արդյունավետ մասնակցության ու հաղթանակների համար եւ ընդգծեց, որ քաղաքապետանը միշտ լինելու է մայրաքաղաքը ներկայացնող թիմերի կողքին։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորից հետ, մարզիչներին, մարզիկներին, իրականում փայլուն հարցունք ունենալու համար եւ Երևան համայնքի անունը բարձր պահելու համար աշխատակազմի անունից եմ շնորհակալություն հայտնում եւ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է լինելու եւ համոզված եմ հաջորդ տարիներին մենք ավելի մեծ հարցունքներ կունենանք։ Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու եւ մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր, շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեց համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի բոլոր մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաեւ հավաքականի աշխատանքները համակարգող անձնակազմին։ Տեսնում ենք քաղաքապետի աջակցությունը պարտավորեցնում մեզ արդեն ամեն ինչում, որ մենք մեր Երևանի անունը բարձր պահենք, միշտ փորձենք ամեն ինչ անենք, որ ամեն տեղ հնչի Երևան անունը։ Արդյունքը ակնհայտ է, որ 12 մեդալ Երևան քաղաքը կարողացավ շահել եւ գիտեք ինչ կա, այստեղ հիմնականում քաղաքապետանի ուշադրությունը, քաղաքապետի հրանգով բաժինը, սպորտ բաժինը ամեն օր մեր հետ կապա պաշտպանն է եւ մենք կարողացել ենք համախմբել թիմ, որը որ մասնակցի առաջ համահայկական խաղերին։ Օգտվելով առիթից քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց միջազգային տոնին ընդառաջ շնորհավորանքի խոսքեր ուղղեց Երևանի թիմը ներկայացնող կանանց ու աղջիկներին։ Ուզում եմ ներկա կանանց շնորհավորել մարտի կապակցությամբ, ցանկանալ ձեր ընտանիքներում առողջություն, երջանկություն, անսահման սեր, կանանցի երջանկություն, կինը հայ օջախում սյունն է եւ կուզենայինք, որ այդ մեր ավանդույթները մեր մեծերից, որ եկել են, մեր մայրերից շարունակին այսօրվա մեր հայ կանայք եւ ամուր պահեն հայ ընտանիքը, հայեցի դասիրակեն իրենց երեխաներին։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում եմ քաջ առողջություն։